Ես կարդացի ցեղից թողած աստվածային հետքերը երկրագնդի վրա, տեսա, համբուրեցի, պաշտեցի եւ դարձա ցեղակրոն։ Հայ պետական ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի այս եւ այլ կարևոր պատգամները Նժդեհյան գաղափարախոսությունը մեկ հարկի տակ էր հավաքել պատանի երիտասարդների Հայաստանի տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներից։ Առիթը մեծն Նժդեհի որդիների պայքարը հայրերի դեմ աշխատության թեմայով մրցույթ Վիկտորինայի կիսաեզրափակիչ փուլն էր։ Ինչպես հայտնի այս նախաձեռնության հեղինակը Նուբարաշենի բանտում գտնվող Ապստամ Սեթրակ Նազարյանն է։ 2024 թվականի նոյեմբերից մեկնարկեց մրցույթների շարքը, որի նպատակն է մեծ հանճարի ժառանգությունը հասանելի դարձնել հայ երիտասարդների սրտերին։ Կազմակերպչական խմբի մեծ ջանքերով մրցույթ Վիկտորինաներ են անցկացվել Հայաստանի տարբեր մարզերում, իսկ կիսաեզրափակիչ փուլը տեղի ունեցավ Երևանում։ Մասնակիցները նախ խմբերի բաժանվեցին, ապա մեկնարկեց մրցույթը։ Հարցերը տարբեր էին, բայց հատկանշականն այն է, որ դրանց պատասխանները ներկայացնելուց զատ երիտասարդ մասնակիցները նաև բավականին հետաքրքիր մեկնաբանություններ էին տալիս։ Դրանցում հստակ ընդգծվում էր հայրենիքի նկատմամբ նրանց մեծ սերը։ Հայրենիք այդ հասկացությունը կպատկանի ավելի բարոյական իրերի կարգին, քան նյութական։ Հայրենիքը դա նյութական արժեք չէ, այլ բարոյական արժեք է, որը պետք է լինի յուրաքանչյուրիս հոգում եւ սրտում։ Նշանակում է, որ մեր հայրենիքը միայն քարտեզի վրա չէ, դա փողը չէ, այլ բարոյական արժեքներն են, որ մեր հայրենակիցները պետք է ունենան, որ կարողանան վայել մեր հայրենիքը, ոչ միայն վայելել։ Պիտի կարողանա սպանել հայ ժողովրդի պատմական հիշողությունը։ Բոլորս առանց հիշողության չունենք ուրեմն մեր ներկան ու ապագան, այսինքն նրանք չեն կարող մաքրել դա։ Իսկական ուժեղ ազգ ժողովուրդը կարող է փոխել պատմության այս ուղին, որ մեր հայրերը ոչ թե փչացրել են, այլ արել են սխալներ։ Եվ ուզում եմ, որ բոլորը ուժեղ լինեն եւ կարողանան փոխել այս ճանապարհը, որը տանում է դեպի կործանում։ Ինքնաճանաչությունը հայերի մեջ շատ կարևոր բան է, որ հայերը պետք է ընդունեն, որ իրենք իսկական հայ են ու հպարտ լինեն, որ հայ են։ Ու մենք պետք է հիշենք, որ մենք Հայկի, Նոյի զավակներն ենք, որ սերվում ենք իրենցից, օրինակ հենց Տիգրան մեծից ենք սերվում ու պետք է հիշենք ինչ սահմաններ է կերտել Տիգրան մեծը։ Պետք է հիշենք ու վերականգնենք այդ տարածքները։ Մենք պետք է հիշենք, որ մենք հայ ենք ու հպարտ լինենք, ոչ թե ամաչենք, որ մենք հայ ենք։ Նժդեհյան պատգամներով սերված այս պատանիների խոսքից պարզ է դառնում, թե որքան հասուն ու զարգացած է նրանց միտքը։ Նրանց երազանքն է ունենալ ազգային իշխանություն։ Ժողովուրդների մեջ մի ստոր տար կա, անհայրենասերները, բոլոր ժամանակներում եղել են անհայրենասերներ, բայց այս վերջի շրջաններում շատ են շատացել, ու այդ շատանալու ընթացքի ժամանակ մենք ավելի ենք մի քայլ մոտիկացել անկմանը, ու հիմա մենք պետք է այնքան հայրենասեր ժողովուրդ ունենանք, որ այդ անհայրենասերի անգամ մի կտորը չի երևա։ Պատմության մեր ամենաթույլ կետերից մեկը ու մեր ամենաթույլ կողմը դա ներքին պարապումն է, այսինքն երբ մենք ունենք տականքներ, թշնամիներ, մենք հենց սկզբից պետք է մանկանք այդ տականքներին մեր մեջ, որովհետև եթե կա մեկը, ով կարողանում է փչացնել բոլորի միասնությունը, դա հենց մենք մեր մեջ գտնվող տականքն է։ Հայրենասիրության շնորհիվ երկիրը եւ ժողովուրդը դառնում են միասնական։ Նժդեհը ունի խոսք, չկա հայրենասիրություն, չկա հոգևոր հայրենիք։ Մենք յուրաքանչյուրս պարտավոր ենք լինել հայրենասեր, ոչ թե բառերով, այլ հենց մեր պահվածքով, մեր արարքներով։ Բարձր են պահում պատիվը, հարգանքը, կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը։ Չեն մոռանում նաև խոսք հղել բոլոր իրենց հայրենասեր համարողներին, շեշտելով, որ հայրենիքը միայն դատարկ կենացներով չեն սիրում։ Այդ ամենը գործով է հարկավոր ապացուցել։ Մենք պիտի ամբողջ հայ երեխաների, պատանիների, պարմանուհիների հետևից գնանք։ Իրենք էլ գան ձեր հետևից, մի խոսքով, իսկ մենք մեծերս ձեր բոլոր հայ երիտասարդների հետևից։ Մենք թերացանք, դուք չեք թերանա, ես արդեն հավատում եմ դրան, դուք կանեք դա, որովհետև ինչ համարյա թե հատակին հասած վիճակ է, ու մենք վիճակ է, մենք պիտի լուրջ թռիչք անենք ու կապահովենք դուք, դա դուք։
Ես ձեզ հավատում եմ։ Մրցույթ Վիկտորինայի ավարտին մասնակիցները Նժդեհի արձանի մոտ հայրենասիրական երգերով ու ազգային պարերով ամփոփեցին հիշարժան դարձած օրը։ Բարեց Սասունն ու ողջ աշխարհը հիացավ։ Բարեց Սասունն ու ողջ աշխարհը հասկացավ, որ պարչ է սա։ Այլ մի երկրի հին պատմություն, ուր պարտությունն անգամ ունի հպարտություն։ Եվ չի հաղթի ոչինչ այն քաջ ժողովրդին, որ այս կամքով, որ այս ջանքով պարել գիտի։ Հասկացան ու ասինի լուր ողջ աշխարհի, հալալ է քեզ, Սասուն, բարի, դու դեռ երազ ունես կատարելու, վրեժ ունես պատմությունից դեռ հանելու, բարի, գասպան դեռ քո ձեռքին է կարոտում, Սասնահողը վար ու հերկի է կարոտում, բարի, մինչև ողջ հայերին դու անբարես, և այդ սպարը մասից դերան, լանջին պարես։ Նժդեի հոգին թափառական խաղաղություն կտավ, այսօր երիտասարդությունը իրեն մտքերը հնչեցրեց, փառավորվի Նժդե ջան, դու հավերժ ես, քեզ սպանել չկա, այս երեխեքի մեջ ապրելու ես միշտ։